Հարգելի հայրենակիցներ, հունվարի 6-ին Քրիստոսի ծննդյան օրը աղանդավոր Նիկոլը, ինչպես ինքն էր կրել ուխտ երթ, կամ ինչպես հայտարարել էր նրա թիմակցուհին ուխտաերթ էր կազմակերպել Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մինչև Սուրբ Աննա եկեղեցի։ Թվաքանակի մասին չեմ էլ ուզում անդրադառնամ, որտեղ բոլորն էլ շատ լավ գիտեն, որ վարչական ռեսուրսը այդքան օգտագործելով ընդամենը 1500-2000 մարդ էր մասնակցում այդ ուխտաերթին, թե իսկ Սուրբ Աննա եկեղեցու այդ փոքրիկ, ինչպես ասում են, Պիտաչոկի մոտ մի 3-400 մարդ էր հավաքվել, այն էլ զարմանալին այն էր, որ այդ մարդկանց, որ լրագրողը մոտենում էր, ամոթից փախնում էին։ Ամեն դեպքում սրան չէ, որ ուզում եմ անդրադառնամ, ինձ հետաքրքրում է Նիկոլ Անհողի Սուրբ Աննայի մոտ արտահայտած զավեշտալի մտքերից մեկը։ Նիկոլ Անհողը հայտարարեց. եկեղեցու վերնախավը աղանդավորական տրամաբանության մեջ է։ Ու սա հայտարարում է մեկը, ով բացահայտ աղանդավոր է։ Կոնկրետ Նիկոլ Անհողը կամ կյանքի խոսք աղանդի անդամ է, կամ կյանքի խոսք աղանդի երկրպագու։ Ինչու եմ ես սա ասում։ Ես սա ասել եմ բազմիցս, հիմա էլ կրկնում եմ։ Նիկոլ Անհողը նույնիսկ իշխանության գալուց հետո մի քանի անգամ իր Facebook-յան էջում տեղադրել է կյանքի խոսք աղանդի քարոզիչ Վահե Պետրոսյանի քարոզները եւ խորհուրդ տվել իր Facebook-յան էջի հետևորդներին կամ լսել կամ կարդալ այդ անձի քարոզները։ Հիմա հարց. մեր հանրապետությունում կամ մեր շրջապատում քանի հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդի գիտեք, որոնք կյանքի խոսք աղանդի ադեպտի քարոզներն են գովաբանում եւ տարածում եւ իրենց համարում են ուրեմն հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդներ։ Ես չգիտեմ նման մարդ, որովհետեւ նման մարդ չկա։ Կյանքի խոսք աղանդի կամ այլ բողոքական եկեղեցիների ներկայացուցիչները երբեք հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ չեն ու չեն էլ թաքցնում դա։ Սա անում է միայն Նիկոլ Անհողը։ Երկրորդը Նիկոլ Անհողի ընտանիքի անդամներ, հատկապես դուստրերը, բազմիցս են ապացուցել, որ կրկին այդ վերը նշված աղանդի կամ անդամ են կամ երկրպագու։ Մեկը ուրեմն հայտնի բլոգերի հետ է տաշի տուշի լինում, որը հայտնի աղանդավոր է, կրկին կյանքի խոսք աղանդից է։ Երկու քույրերով մեծը եւ միջնեկը մասնակցում են աղանդավորների հարսանիքի եւ հարսնակուր են դառնում։ Այն փոքրը աղանդավորների այդ նույն կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչների ուրեմն քարոզին է նստած եւ լսում է նրանց քարոզները։ Տղայի մասին էլ չասեմ, հարգելի հայրենակիցներ, որը գիտեք մի քանի տարի առաջ տարածեց մի նյութ, որտեղ ինքը տրանսի տակ ինչ-որ պարերի մեջ էր, հետո պարզվեց, որ դա եւս ինչ-որ աղանդավորական շարժում է, երբ որ մարդիկ հայտնվում են այդ տրանս վիճակում եւ սկսում են այդպես շարժումներ անել։ Բացի այդ, հարգելի հայրենակիցներ, Նիկոլ Անհողի աղանդավոր լինելու վերաբերյալ եւս մի քանի ապացույցներ կար։ 2024 թվականի սեպտեմբեր ամսին ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Անհողը մեջբերում արեց Սուրբ Գրքից, որը բացարձակ չէր համապատասխանում հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից ընդունված թարգմանությանը։ Ստուգաբանությամբ պարզվեց, որ դա ամբողջությամբ տեղավորվում է բողոքական եկեղեցիների եւ հատկապես նույն կյանքի խոսք, ինչպես նաեւ Եհովայի վկաներ կազմակերպության թարգմանության ձևին։ Մարդ, որը իրեն համարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, չի կարող ինչ որ հարթակներ օգտագործել եւ ասենք մեջբերումներ անել Աստվածաշնչից, որը չի համապատասխանում հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից ընդունված Աստվածաշնչի թարգմանությանը։ Գումարած դրան, հարգելի հայրենակիցներ, աղանդավորների մոտ շատ ընդունված տարբերակ է գրաքննության ենթարկել Սուրբ Գիրքը, որը մի քանի անգամ արել է Նիկոլը։ Սաղմոսներից կամ Սուրբ Գրքից մեջբերումներ անելով ինքը դուրս է բերում այն, ինչ իրեն ձեռնտու չէ եւ թողնում է այն, ինչ իրեն ձեռնտու է։ Որպես պատմաբան նշեմ, որ դա շատ ընդունված տարբերակ է բողոքական եկեղեցիների ուրեմն ներկայացուցիչների մոտ, ինչպիսին Նիկոլ Անհողն է։ Ու ընդհանրապես, հարգելի հայրենակիցներ, լավ կլինի Նիկոլ Անհողին մենք բոլորս ընդունենք որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու թշնամի, որտեղ ինքը ոչ թե պայքարում է կաթողիկոսի, այլ պայքարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Իսկ վերջերս 10
գումարած մեկ Ղազագրի ստորագրումը, որտեղ Նիկոլ Անհողը իր ստորագրությունը դնում որպես վարչապետ, եւս հենց հերքում է իր իսկ կողմից տարածված այն կեղծիքը, թե ինքը իբր թե պայքարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին մաքրելու համար եւ ինքը դա անում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ։ Այնինչ ինքը հաստատեց, որ ինքը եկեղեցու դեմ պայքարում է որպես իշխանության ներկայացուցիչ, որը հակասում է մեր սահմանադրությանը։